Բանի ներկայացուցիչների հետ անցկացված այս հանդիպումը քննարկում ինչ եզրակացությունների եկաք, արդյունավետ էր արդյոք քննարկումը։ Այո, նենց չի որ ասենք այսօր օայն կազմով եք հանդիպել, բայց մենք ունեինք ասենք տենց շփումներ, որոշ հարցերի ընթացքում նաև քննարկում էինք, մենք մեր տրամադրվածությունը նաև պայմանավորվածությունների նայա, որ ընդհանուր գործի համար ենք պայքարում ու պիտի միասին լինենք այս հարցում ու խնդրում եմ, եթե հարցեր ունեք Մասակայան։ Հիշում եք, հա, բոլոր այն 12 կետերը, հա, որոնք այստեղից ներկայացվել են բոլորի հետ հաշտեք, թե այնուամենայնիվ կամ կետերը, որոնք ձեր կուսակցությունը կամ ձեր թիմը չի կիսում։ 12 կետը հենց մեր խորհուրդն է ձևավորել, ես խորհրդի անդամ եմ, ինչ վերաբերում է Սաղել Բաբայանի ղեկավարած կուսակցության, պարոն Մնացականյանը ինչ հարցեր ունեք, իրան դիմեք, ես սենց ասեմ պալատքի ներկայացուցիչն եմ։ Իսկ այս պալատկայում, որ քննարկում եք, ուրիշ այդ 12 կետերին ավելացնելու կետեր, առաջարկություններ լինում են, թե չեն։ Առաջարկություններ կա, բնական է կարող է այդ 12 կետը ավելանա, բայց պակասելու խնդիր չկա այդտեղ։ Իշխանապողության պահանջ կար։ Իշխանապողության պահանջ չկա, մենք իրավունք չունենք որևէ մի ձևի Հայաստանի քաղաքական պայքարին, վիճակին, ասեք քաղաքական վիճակին խառնվելու, մենք ոչ ընտրել ենք, ոչ ընտրելու իրավունք ունենք, ոչ փոխելու հնարավորություն ունենք։ Ոչ ցանկացած բոլոր քաղաքական կուսակցությունները, որ գալիս են մեզ աջակցություն հայտնելու, բոլորի առաջ, նաև բոլորի ներկայությամբ մենք այդ բանը ասում ենք, որ մենք չենք ներքաշվելու Հայաստանի ներքաղաքական պայքարին։ Չէ, այն գողից թեմա, որ բացում է, ոնց եք վերաբերում այդ իշխանապողության, մենք մեր հստակ դիրքորոշում ասում ենք, որ այդ դիրքորոշումը հաստատված է ոչ միայն խորհրդի կազմով, այն կազմով, նաև միավորումը, որը խորհուրդ ստեղծել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, դա հստակ մեր կետերից մեկն է, որ ներքաղաքական պայքարին չենք խառնում, խորհրդի ձևաչափով, միավորման չափով, անհատները իրավունք ունեն իրաց տեսակետը ասելու, իրաց գործողություններ անելու, դա Ներողություն Հայաստանում եք բնակվում, ձեր հայրենիքն է, մեր հայրենակիցն եք եւ այստեղի ներքաղաքական իրավիճակը վերաբերում է ձեզ այնքանով, որքանով մնացած բոլորի։ Ձեր ճակատագիրը իրենք են որոշելի վերջով։ Կարծինք կարող եք ասել, պայքարում չենք միանում։ Այս իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված շատ բարձր էր վաղուց, վերջերս էլ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Արցախի հարցը մեզ համար փակված է, մենք չենք բան, օրինակ արցախցիները հետ վերադարձի հարց են բարձրացնում, չէ՞։ Այս իշխանություններն ասել են, այդ հարցը մեր օրակարգում չի, այդ իշխանապողության հարց չեք բարձրացնում, ո՞նց է լինելու։ Եթե ուզում եք պատասխանները իմանաք, մանրամասները երկուշաբթի օրը ԱԳՆ-ի դեմը ժամը 11-ին ցույց ալնելու, գործողություն ալնելու կգաք նեղ պատասխանները կստանաք։ Միանշանակ մեզ համար դա ընդունելի չի, որտեղ Արցախի հարցը նաև Հայաստանի կայունության, Հայաստանի ինքնության հարցն է, այդ մենք կարծում ենք, որ դա սխալ է, մեղմ ասենք, սխալ է, մենք մեր դիրքորոշումը որոշել ենք բողոքի ակցիա անել ԱԳՆ-ի առջև։ Այդ ակցիաները ինչ են տալու։ Եթե իշխանության վերնախավը իդեմս Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ այն օրակարգերը, որոնք այժմ կան, դրանցով հնարավոր չէ վերադառնալ Արցախ եւ իրենք էլ այդ օրակարգը փակել են։ Գիտեք, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որ իշխանությունը 5 տարի մեկ փոխվում է, կարող է մնալ նույնը, կարող է փոխվի, այսօրվա իշխանությունը դա է ասում, մեկնաբանությունները կամ ասենք համաձայնություն կամ չհամաձայնվելը, դա մենք ներկայացնում ենք ոնց կա։ Հիմա պիտի մենք նենց անենք, որ փորձենք հասցնենք իրենց, որ իրակ դիրքորոշում փոխեն։ Նենց չի, որ ամեն մի դիրքորոշում դա մշտական, ասեք կայունանում։ Ոնց եք պատկերացնում դրա հետ վերադարձը, հա, եթե այդ մարդիկ չեն արել են այնպիսի քայլեր, որ դրան հետ քայլ գնալ հասնել նախորդ
օրինակ բանակցային կետին հնարավոր չէ։ Դուք ինձ ամեն ձևի քաշում եք այն դաշտը, որ ասեմ հաջորդ իշխանությունը կարող է այդ հարցին ուրիշ։ Այդ քայլերը իրենք քայլեր են, որ ցանկացած քայլ նորից հնարավոր է։ Ես ձեզ համաձայն եմ այն բանով, որ ժամանակը ես օրինակ ձեզ կավելացեմ, որ ժամանակն է կորցնում։ Կներեք, հա։ Ես ձեզ ավելին ասեմ, ինձ համար ամենացավալին դա է, որ հաղթանակից հետո 26 տարի մսխել են իշխանությունները, մսխել են իշխանությունը, ցավալի է, հիմա էլ է ժամանակա կորում, բայց նորից եմ ասում, քաղաքականությունն էս բանա, որ ժամանակները փոխում, իրավիճակը փոխում, մենք պիտի երգիրը ուժեղացնենք, բանակը պիտի ուժեղացնենք ու պատրաստվենք հարմար պահի, մենք պիտի պատրաստվենք, նաև մեր պարքայլն է։ Ինչու՞ չի այցելում այսքան ժամանակ է, հա, եւ հանրավակ իրականացվեց եւ դրանից հետո այստեղ են գործողություններ արվում, տարբեր ուժեր են գալիս, տարբեր անհատներ իրենց աջակցություն են հայտնում, բայց Սամվել Շահրամանյանը ոչ մի կերպ չկա, անգամ հայտարարություն իր կողմից չկա։ Դուք ուզում եք տեսնեք Սամվել Շահրամանյանին, թե ոնց։ Ինքը մեզ չի խանգարում։ Իսկ օգնում է։ Սենց ասեմ, չխանգարելով արդեն օգնում է, սենց ասեմ։ Կարիք չկա, որ գա։ Կարիք չկա։ Այսինքն, բայց կապ կար հասարակ արձակների եւ իշխանության։ Սենց ասեմ, դա մի քիչ բան հարցա, խնդրահարույց հարցա։ Մենք ձեզ օրինակով ցույց կտանք ֆրակցիայի երկրորդ Արցախյան ազգային ժողովի ֆրակցիայի երկրորդ կուսակցությունը, ստեղա կապը ուրեմն կա մեր ու իրաց մեջ։ Մնացածը ասենք ժողովրդի ու իշխանությունների վերաբերմունքը էլի տարբեր է, ես չեմ կարող ասեմ։ Գագիկ Ավանեսյան, խորհրդի անդամ։